պետք է մեծ առարկաներ չափել, հարկավոր է մի նոր չափման միավոր օգտագործել, դա մետրն է։ Ամրապնդել երկրի թվերի համեմատման կարողությունը կատարեցինք դա։ Այո։ Տարբերեք խնդրի պայմանն ու պահանջը լուծել խնդիրը։ Միասին նաև խնդիր կլուծենք։ Հիմա տեսնենք, թե որոնք են մեր դասի ակնկալվող արդյունքները։ Մենք պետք է չափենք առարկաների երկարությունները, կատարեցինք միասին։ Այո, կատարեցինք։ Պետք է կազմենք անհավասարություններ, կազմեցինք անհավասարություններ։ Այո, կատարեցինք։ Համեմատել անվանական թվերը, լուծել խնդիրներ։ Դա մենք միասին հիմա կկատարենք։ Մինչև առաջ անցնելը երեխաները։ Հիմա մեկ դեցիմետրը սովորել ենք, չէ՞ միասին արդեն ծանոթ ենք, ինչի է հավասար մեկ դեցիմետրը։ 10 սանտիմետր։ Իսկ եթե երկու դեցիմետր է, 20 սանտիմետր։ Տեսեք, այս ամեն այսօրվա դասադուլքի առաջադրանքն է։ Մենք պետք է ձեզ հետ միասին համեմատենք անվանական թվերը։ Նախ եկեք Արման, նախ եկեք իմանանք, թե որ թվերն են կոչվում անվանական թվեր։ Սրանք երկմիշ թվեր են։ Երկմիշ թվերի համեմատում մենք արդեն գիտենք, չէ՞ երեխաներ, 22-ը 28-ից ինչ է, ձեռքում ենք, էլա։ Այո, փոքր է։ Իսկ եթե 22 մետրն ենք համեմատելու 28 մետրի հետ, սա արդեն անվանական թիվ է, որովհետև անուններ ունի։ Բայց նույն ձևով ենք համեմատում։ Մենք էլի նայում ենք թվային արժեքների 22-ը 28-ից, հետևաբար 22 մետրը փոքր է 28 մետրից։ Արմանայի հաջորդը դու արա, լավ ուշադիր։ 57-ը համեմատում է 18-ի հետ։ Նստի վերաջ։ Մեծ է։ Ահա, 57 անվանական թիվ է երեխաներ։ Ոչ, իսկ 57 դեցիմետրը արդեն անվանական է, 57 դեցիմետրը համեմատել 65 դեցիմետրի հետ, էլա նստի։ Համեմատում ենք թվերը 57-ը 65-ից ինչ է։ Փոքր։ Այո։ Ահա։ Հետևաբար երեխաներ անվանական թվերը համեմատում ենք նույն սկզբունքով, համեմատում ենք թվային արժեքները։ Հիմա ով է ցանկանում համեմատում անել։ Ես կողմ 21 կանգնիր, 37 մետրը համեմատի 62 մետրի հետ։ 37 մետրը փոքր է 62 մետրից շատ ապրելով այսօր չի մասնակցել։ Եվա կանգնիր, 42 մետրը համեմատիր 20 մետրի հետ։ 42 մետրը 42 մետրը մեծ է թե փոքր է 20 մետրից։ Ով կօգնի համեմատել։ Ինչ կանոն պետք է հիշենք, Մարիամ, էլա նստիր։ Մենք պետք է նայենք տասնյակներին։ Ո՞րն է տասնյակը, Մարիամ ջան։ Քանի տասնյակ ունի 42 թիվը։ 4։ Այո։ 4 տասնյակը 2 տասնյակից ինչ է եղաջան։ Մեծը հետևաբար 42-ը 20-ից։ Դե ասա 42 մետրը։ 42 մետրը։ Մեծ է թե փոքր է 20 մետրից։ Մեծ է 20 մետրից։ Կամ յատոք 37 սանտիմետրը համեմատի 28 սանտիմետրի հետ։ Ասա, այո, ասա 37 սանտիմետրը 37 սանտիմետրը մեծ է 28 այո, 28 սանտիմետրից ով է կանգնում։ Սաքսան հենի կանգնում 57 սանտիմետրը համեմատի 65 սանտիմետրի հետ։ 57 ապրես, սուր են կանգնիր, 42 սանտիմետրը համեմատիր 47 սանտիմետրի հետ։ 42 սանտիմետրը 42 սանտիմետրը փոքր 47 սանտիմետր ապրես
Մարիա կանգնիր։ Մարիա ջան, համեմատում ես 23 դեցիմետրը և 33 դեցիմետրը։ Լուծենք խնդիր։ Խնդիրը կարդալու ենք, քննարկենք, առանձնացնենք պայմանը, պահանջը, լուծելուց հետո կհամեմատենք։ Շարունակում ենք։ Անալ շարունակիր։ Քանի սանտիմետր ժապավեն մնաց Աննայի մոտ։ Մի անգամ վերենք կարդի Մարիա ողքին։ Խնդիրը նույնպես պետք է ոնը երկու անգամ կարդանք, չէ՞։ Աննան 90 սանտիմետր երկարությամբ ժապավենից 30 սանտիմետր տվեց Սոնային։ Քանի սանտիմետր ժապավեն մնաց Աննայի մոտ։ Հիմա երեխաներ մենք կարող ենք երկու եղանակով խնդիր լուծել։ Կարող ենք ժապավենից չափելով 30 սանտիմետրը կտրենք, մնացածը չափենք, խնդրի պատասխանը ստանանք։ Եվ կարող ենք մտովի պատկերացնել, որ դա արեցինք։ Որ տարբերակն ընտրենք, որ է։ Քանի որ ունենք ինքնուրույն աշխատանք, եկեք մտովի պատկերացնենք, հա, հետո դուք տանը գտրելով կստուգենք։ Հիմա նախ խնդրի պայմանն ենք ասում, կարդում ենք միայն խնդրի պայմանը, հրաչյա, միայն խնդրի պայմանը կկարդա։ Խնդրի պայմանը պետք է պահանջից առանձնացնենք, չէ՞, երեխաներ, մենք խնդիրներ լուծելուց այդպես ենք, չի անում։ Ով կարող է պայմանը միայն կարդալ։ Ես։ Ասացին։ Կանիշ։ Քանի սանտիմետր ժապավեն մնաց Աննայի մոտ։ Դա պայմաններ թե պահանջներ։ Բայց ես պայմանն եմ ասում։ Պայմանն եմ ասում, հրաչակա կա պայմանը միայն։ Աննա 90 սանտիմետր երկարությամբ ժապավենից 30 սանտիմետր տվեց Սոնային։ Ապրես։ Էդ ինչներ։ Մի հատ դու կարդա Մարիամ ջան, միայն պայման են կարդում։ Աննան 90 սանտիմետր երկարության ժապավենից 30 սանտիմետր տվեց Սոնային։ Այո։ Հիմա միայն պահանջն ենք կարդում։ Պահանջն ենք կարդում։ Եվա։ Քանի սանտիմետր ժապավեն մնաց Աննայի մոտ։ Հիմա ժապավենը գտրել է, մի մասը գտրել է Սոնային։ Խնդիրը լուծելու համար ով է ուզում կամ գրատախտակի։ Ու գեղեցիկ ձեռքն, այլ սուրեն ջոքն։ Կլուծենք, հետո կստուգենք, տեսնենք արդյոք ճիշտ լուծել։ Բայց օրը նույնն է։ Ինչ ստացալ, 60 ինչ, հակագծելու ինչ գրենք։ Այո, սանտիմետր։ Հատիշ, հակագիծը թակիր։ Ահա, լուծումից հետո ինչ ենք գրում։ Այո, գրեն պատասխաններ գրուի։ Երեխաներից ճիշտ է գրել ձեր կարծիքով, կա աշակերտ, որ համարում է, որ սխալ է լուծումը։ Էլա սխալ է լուծել Սուրենը։ Ես ասում եմ, ով է կարծում, որ սխալ է լուծել։ Ուրեմն ձեռք չեմ բացել։ 60 ինչ։ Հետո էլի բանում ենք։ Այո, նախադասություն ավարտվել զրչակել։ Սուրեն ջան, մի րոպե սպասի։ Դու հիմա ինձ ասում ես, այս 60 սանտիմետրը մեծություն է թե չափման միավոր։ Այո, չափման միավոր է։ Հիշում եք, չէ՞ այստեղ։
մեջությունը երկարությունն էր, իսկ սանտիմետրը, մետրը, դեցիմետրը դրանք բոլորը չափման միավորներ են։ Ստուգենք խնդրի լուծումը։ Տեսնենք ճիշտ եք լուծել։